Մի կոչ եմ անում եւ վարչապետին եւ եկեղեցուն։ Վարչապետին խնդրում եմ առժամանակ, քանի որ իր խոսքը միշտ ընկալվում է որպես պետության, իշխանության խոսք, եկեղեցու վերաբերյալ որևէ հայտարարություն չանի, բայց եկեղեցուն էլ կոչ եմ անում, հանուն հայ առաքելական եկեղեցու։ Շատ արագ կողմնորոշվեք, ներքին փակ ժողով արեք, ու եթե մի քիչ կես աշճան սիրում եք հայ առաքելական եկեղեցին, հրապարակային ձեր ժողովներից հետո պատասխանեք հնչող մեղադրանքներին եւ հետեւություն արեք։ Հետեւություն արեք, որովհետեւ շատ ներողություն եմ խնդրում, կես րոպեով ավարտեմ, այս գիշերը պատահաբար այդ էջը բացեցի, որովհետեւ հետո հասկացա, որ այս պիտի ասեմ ես։ Պողոս Առաքյալի թուղթը գաղատացիներին մի հատված կա, ասում է եղբայրներ, դուք կոչված եք ազատության, միայն թե ձեր ազատությունը սոսկ մարմնի ցանկությունների համար չլինի, այլ սիրով ծառայեցեք միմյանց, որովհետև ամբողջ օրենքը այս մեկ խոսքի մեջ է ամփոփվում. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ, իսկ եթե միմյանց խածոտեք եւ հոշոտեք, զգուշ եղեք, գուցե թե միմյանց ոչնչացնեք, եկեք միմյանց չոչնչացնենք։